Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Էներգի մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Ժամանակի հետ մենք էլ ավելի ցայտուն կերպով ենք գիտակցում առողջ եւ երջանիկ լինելու, նյարդերը խնայելու եւ ուղղակի վայելելու կարեւորությունը։ Եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է կինո եւ թատրոնի ճանաչված դերասան Նարեկ Հայկազյանը։ Ողջույն Նարեկ։ Ողջույն Քնարիկ ջան։ Նարեկ ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ շատ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել։ Ես նմանապես ուրախ եմ։ Նարեկ, ձեր անցած կյանքի ճանապարհը բավականին հետաքրքիր գույներ ունի։ Փորձենք տարանջատել 3 Նարեկների իրենց փուլերով։ Նարեկ, ով գաղափար անգամ չուներ, որ պիտի դերասան դառնա, Նարեկ, ով արդեն պատրաստվում էր դերասան դառնա, եւ արդեն կայացած դերասան Նարեկին։ Ինչպիսին էին այս փուլերը, ինչքանով ձեզ փոխեցին, ինչ ձեզ սովորեցրեցին, փորձենք անցնել այս ճանապարհով, համեցեք։ Անցած կյանքը լավն էր։ Անցած կյանքի ճանապարհը։ Անցած կյանքս չգիտեմ, բայց այն փուլը, որ ես չգիտեի, որ դերասան եմ դառնալու, դա եղել է մինչև 16 տարեկան, այսինքն այդ պատանի դեռահաս ժամանակաշրջանը ընդհանրապես չեմ մտածել, որ պիտի դերասան դառնամ, չեմ երազել, ես ինքս հեռու եմ եղել, չնայած մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, դերասանի ընտանիքում, տատիկս ռեժիսոր, գրող Ջուլիետ Մատիկյանն է եղել, դերասանուհի նաև, մորաքույրս Նարեկ Հայկազյանը դերասանուհի։ Ես շատ բակի տղա եմ եղել, ես պետք է իրավաբան դառնայի, ուզում էի ատամնաբույժ դառնայի, ամեն ինչ ինձ ուզեցել եմ, բայց ոչ դերասան։ Տատիկիս շատ եմ սիրել, 16 տարեկան էի, տատիկս մահացավ, իր կամքն է եղել, ես բազմիցս շատ հաղորդումներում ասել եմ, դրա մասին խոսել եմ, իր կամքն է եղել, երբ որ ես 16 տարեկան էի, մահացավ, հենց մյուս օրվանից ես նպատակ եմ դրել հունիսի 4-ն էր, հուլիսի 25-ին, թե այդ կողմերը, մի ամիս հետո քննություններն էր Թատերական ինստիտուտի, ես մի ամսում եմ պարապել, հիշում եմ մի ամսում 30 գիրք եմ կարդացել, այսինքն նպատակ դրեցի, որ իր երազանքը իրականացնեմ, ընդհանրապես չեմ ուզեցել, հետո իհարկե մտա այդ աշխարհը, արդեն անցանք մյուս փուլ։ Օրինակ, սովորաբար, երբ երեխան սերում է արիստոկրատ ընտանիքից, ժամանակաշրջանը դժվար կլինի, հեշտ կլինի, կապ չունի, պահ գալիս է եւ գեները արդեն գլուխ են բարձրացնում։ Եթե համաձայն չեք։ Չէ, համաձայն եմ, բայց դուք սերել եք արիստոկրատ ընտանիքից։ Միանշանակ, ասում եմ, տատիկս, չգիտեմ, քայլող հանրագիտարան էր։ Ինքը անգամ իր գրքում ունի գրած միտեղ ասում է, ոնց կարող է իմ թոռնիկը մի գիրք չկարդա, ինքը 3 գրադարան գիրքեր կարդացել, այտենց քայլող հանրագիտարան էր, ու ես իսկապես ես չէի սիրում գիրք կարդալ, չգիտեմ, ինչ չէր տանում այդ կողմը, ես բակ, աշխատանք, փող աշխատեի, մի բան անեի, մի բան պրպտայի։ Տատիկիս մահվան օրվանից իմ մոտ իմ կյանքը այսպես շրջվեց 150 աշճան, սկսեցի կարդալ, սկսեցի սիրել, մտա այդ աշխարհ, դու եկա։ Եվ գեները գլուխ բարձրացրեցին։ Այո, եւ գեները գլուխ բարձրացրեցին, այսինքն այն, որ չգիտեի կա, փաստորեն կար, բայց ասեմ, ես շնորհալի չեմ ծնվել, ես աշխատասեր եմ, ես մինչ օրս աշխատասեր եմ, ինձ որ մի բան տրվում է, ես ջանք երանդ չեմ խնայում, ես ամեն ինչ անում եմ, որ իմ նպատակին հասնեմ, դերասան կա, որ չեմ կերպարը ստանում է, իր մոտ մի անգամից ստացվում է, որտեղ ինքը շնորհալի է, այդպեսին է եղել օրինակ մեր մեծերից, Ֆրունզիկը, ասենք, Մհեր Մկրտչյանը, ես այդպես եմ պատկերացնում, բայց դերասաններ կան, ովքեր աշխատասեր են, ես աշխատասեր եմ, ես աշխատանքի շնորհիվ եմ հասնում, չուրբանի։ Հետաքրքիր է, Նարեկ, իսկ ճակատագրին ինչպես եք վերաբերվում, այդ երևույթին հավատում եք։ Ես հավատում եմ, որ կա ճակատագիր, պարզապես կա ճակատագրի ինձ համար այդպես ամենայն դեպս ուղղություններ։ Աստված մեզ առաջ փռում է ճյուղեր, այսպես ասեմ, որը մենք ընտրենք, մեր ճակատագիրը այդպես կգնա, այսինքն կան այո ճակատագրեր, չէ, որ ասվում է Աստված գիտի մեր երեկը, այսօրը եւ վաղը, այդ մենք չգիտենք մեր վաղվա օրը, բայց այդպես էլ չի էլի, որ հատու այ քո հետ այսպես պիտի լինի, ինձ թվում է մեր ամենօրյա
գործողություններից, մեր ընտրություններից է փոխվում մեր ճակատագիրը։ Իհարկե կա ճակատագիր, բայց մենք ենք ընտրում։ Սա ընտրենք, նա ընտրենք, թե նա ընտրենք։ Ես այդպես եմ կարծում, դա ըստ իս։ Հա, իհարկե, ինդիվիդուալ կարծիք է։ Նարեկ, երբ ես փորձում էի որոշակիորեն ուսումնասիրել ձեր կերպարը հոգեբանական առումով, բախվեցի հետաքրքիր հակասության, հետաքրքիր միքսի։ Դուք եւ մի տեսակ ինքնասեր, ինքնաբավ վեհանձն մարդու տպավորություն եք թողնում, բայց միևնույն ժամանակ անսահման նվիրված ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամին ողողված սիրով, ջերմությամբ եւ հոգատարությամբ։ Հետաքրքիր միքս զգացի։ Այ դուք ինչպես կբնութագրեք ձեր մարդկային ֆորմուլան։ Ինչքանով է ես սխալ, ինչքանով ճիշտ։ Այո, ընտանիքին նվիրված եմ։ Առաջինը միշտ մտածում եմ իրանց մասին։ Գիտեք, ինձ օրինակ շատ են ասում, կամ այդպես մտածում, ով ինձ չի ճանաչում, գոռոզ է, գլուխը բարձր է։ Ես իրականում այդպեսին չեմ։ Հա, մարդիկ կան, որ իրանց համար այո, պիտի գլուխս բարձր լինի։ Բա տենց ամեն մեկը հո չի կարա գա, ինչ ուզի, ոնց ուզի, չի կարա։ Երբ որ ինձ ճանաչում են, ընկերանում են, հետս ընկերություն են անում, ես շատ անմիջական նվիրված մարդ եմ։ Ես նվիրված ընկեր եմ։ Ու երբեմն այո շոկ եմ ապրում, երբ որ իմ դիմացին այդպեսին այդպես չի լինում։ Հիմա ես չգիտեմ, ես գոռոզ եմ, վեհանձն եմ, ինչ եմ, չեմ կարող։ Ես փորձում եմ լինել լավ մարդ, ես գոռոզ չասեցի, Նարեկ, ինքնասեր։ Ինքնասեր, հա։ Չէ, գոռոզ ես նման չասեցի։ Շատ ինքնաբավ եմ, բայց ինքնասեր։ Ինքնաբավ ասեցի, բայց գոռոզ չասեցի։ Ինքնաբավ եմ, ինքնասեր այնքանով, որքանով, այո, ես ինձ սիրում եմ։ Ես ինձ շատ եմ սիրում, բայց ես ինձ ավելի շատ չեմ դասում, քան իմ հարազատին։ Այսինքն, եթե պետք լինի, ես իմ հարազատի առջև կխոնարհվեմ։ Այնքանով, որքանով եմ ինքնասեր։ Ոչ թե այն, որ անձնուրաց ես եմ ու վերջ, էգոիստ չեմ, էլի, այդ աշճան։ Նարեկ, իսկ մարդկային տեսակի մեջ ինչն եք կարևորում եւ գնահատում։ Մարդ լինելը, հենց մարդ լինելը։ Դիմացինին սիրելը, դիմացինին գնահատելը, դիմացինին հասկանալը։ Ընդհանրապես, օրինակ ասեմ, ինձ համար նաև մարդը ձևավորվում է հայ լինելու մեջ։ Ես հայ եմ, մի քիչ շատ sense հայ սիրող եմ, ինձ համար հայ լինելը բարձրագույն արժեք է։ Ես օրինակ շատ կուզեմ, որ չգիտեմ, բոլոր հայերը իրար ամենաբարձրը գնահատեն։ Ինձ համար հենց այդ է, մարդ լինել, մարդ մնալ, ամեն ինչ անել, որ այ ասեն մարդ էր։ Չգիտեմ, դրատակին չենք հասկանում, ինչքան ճյուղեր կան դրատակ։ Ես դրա դրականներն եմ ասում։ Իհարկե բոլորս էլ ունենք մեր բացասական կողմերը, բայց այդ մարդ լինելու համար պետք է ջանքը գործադրել։ Այ հենց դա եմ գնահատում մարդու մեջ։ Հենց մարդ լինել, այսինքն չվերածվել կենթանու։ Մարդու մեջ ամեն ինչ կա։ Իսկ ինչն է կատու մարդկային տեսակի մեջ։ Անտանելի է ձեզ համար։ Չգիտեմ, երևի անտարբերությունը, անիմաստ գոռոզությունը, անիմաստ մեծամտությունը, որ ինքդ քեզ չափից շատ ես գնահատում, քեզ թվում է դիմացինն էլ ես իմով է, չէ։ Մարդիկ կարող են շատ լուրջ լինել, բայց իրանք այնքան մեծ մարդ լինեն, դու էլ չես պատկերացնում։ Շատ ես մարդկանց եմ ճանաչում, որ իրանք այնքան այսպես այնքան իրանց թվում է այնքան բարձր են իրանք ու մարդկանց վերևից են նայում, բայց ես իրանց այնքան փոքրացնում եմ։ Իրանք իմ համար այնքան փոքր են։ Միշտ ինչին հասնում ես դժվարությամբ, դա կայուն է եւ մնայուն։ Ինչը հեշտ տրվում է եւ միանգամից, դա հեշտ էլ կորսվում է, հեշտ էլ քեզնից վերցվում է։ Նարեկ, կառանձնացնեք այն ներկայացումները ձեր մասնակցությամբ, որոնք յուրահատուկ եք համարում։ Դե գիտեմ, որ դրանք շատ են, իսկ որոնք եք յուրահատուկ համարում։ Դե երևի կասեմ հիմա, որովհետև ես արդեն 25 տարի է թատրոնում եմ, 25 տարվա մեջ այնքան շատ ներկայացումներ ա եղել, մեկը մեկից շատ եմ սիրել։ Այս պահին, որ մենք խաղում ենք, կառանձնացնեմ, չգիտեմ, պատվի համարը, այնտեղ Բագրատ եմ խաղում, շատ եմ սիրում այդ ներկայացումը, բեմադրել է Վահե Շավերդյանը 2005 թե 6 թվին չեմ հիշում արդեն, մինչև հիմա էլ արդի է։
Ես գիտեք ավելի շատ իմ դերերով եմ նայում։ Ինձ համար վատ ներկայացում գոյություն չունի, որովհետև աշխատանք է։ Ես այս պահին սիրում եմ խաղում եմ մեծապատիվ մուրացկաններում Աբիսողոմ աղա, որ ես ընդհանրապես կապ չունեմ վիզուալ, որ նայում են Աբիսողոմ աղայի հետ, բայց շատ հետաքրքիր ստացվել է։ Շատ եմ սիրում այդ կերպարը, շատ եմ սիրում Ռնգեղջուրը, որտեղ խաղում եմ Ժան, շատ եմ սիրում այդ կերպարը։ Նու ես մեր թատրոնի ներկայացումների մասին եմ խոսում։ Չգիտեմ, շատ սիրելի ներկայացումներ ունեմ։ Այդպես չեմ կարող առանձնացնել։ Այդ ոնց որ ասեք, նու կերպարային առումով ես կերպարներով եմ նայում, որովհետև ես ինքս այդտեղ մասնակցում եմ, ոնց որ ասեք, որ երեխուդ է շատ սիրում կամ առանձնացնում։ Չէ, ես ինձ համար վատ ներկայացում գոյություն չունի, ինձ համար գոյություն ունի աշխատանք։ Նարեկ, թատրոնը ինչ զարգացման փուլում է հիմա եւ ժամանակակից թատրոնը ինչի պետքություն, ինչի պակասություն ունի ըստ ձեզ։ Դերասանների եւ ռեժիսորների։ Ինձ համար լավ դերասանը եւ լավ ռեժիսորը գիտեք ով է, ով մարդ է։ Շատ լավ ռեժիսորներ կան կամ լավ դերասաններ կան, ովքեր մարդ չեն։ Եվ ինչքան էլ իրանք լավ բան են անում, չէ, հանդիսատեսի համար, այս ինչ լավն է ինքը, ինչ լավ խաղաց, ինչ լավ բեմադրեց։ Հանդիսատեսի աչքին, այո, շատ լավն է ինքը, բայց երբ որ դու անձնապես ճանաչում ես, ինձ համար դերասանը պիտի լինի մարդ։ Ինձ համար ռեժիսորը պիտի լինի մարդ։ Ինձ համար թատրոնում բոլորը, որտեղ թատրոնում հարաբերություններ են, դերասանի արվեստը մարդու մասին է, մարդկային հարաբերությունների մասին է։ Ու երբ որ դու այդ հարաբերությունների մեջ շփվում ես ու տեսնում ես մի բան, որ չգիտեմ, կարող է դեմքից ժպտա, բայց հետևից ինքը իր կարիերայի մասին է մտածում, թե իր այդ պահին լինելու մասին է մտածում, թե վաղվա օրվա ես չեմ հասկանում։ Ինձ համար ինքը լավը չի լինում։ Դրա համար ամեն տեղ ինձ համար կարևոր է մարդը ով է։ Ինքը եթե մարդ է, ինքը եթե լավն է, ինքը եթե կամեցող է, որովհետև Իրանը իմը չի, իմն էլ Իրանը չի։ Ես օրինակ բերեմ, ես երբ որ մի հատ դեր եմ ստանում ու կարա չէ մեկը կողքից նախանձի, ինչի ինքը ստացավ ես չէ։ Ուրեմն այդ իմն էր, այդ քոնը չէր։ Երբ որ ինքն է ստանում, այդ Իրանն էր, իմը չէր։ Ուղղակի պետք է կարողանանք իրար սիրել, իրար գնահատել, իրար օգնել, հարաբերվել ճիշտ։ Էլի եմ ասում, երբ որ մարդ չի իմ համար ինքը ուզում է ամենալավ դերասանը լինի, աշխարհի ամենաշնորհալի են, որ Իրանից այն կողմ չկա կամ ռեժիսորը։ Մարդ չեղավ 0 է իմ համար։ Ես իմ մասին եմ խոսում, մնացածը չգիտեմ ոնց ուզում են մտածեն։ Նարեկ, իսկ հեռուստաընկերությունում ինչպես հայտնվեցիք։ Ինչ նախագծերով։ Վայ, շատ շուտ եմ հայտնվել։ Քան տարեկան է։ Կարծում եմ դա բոլորովին այլ աշխարհ է, չէ՞, հեռուստաընկերությունը։ Իհարկե, բոլորովին ուրիշ աշխարհ է, բայց իհարկե էլի մեր աշխարհն է։ Այսինքն, գիտեք ինչով է տարբերվում։ Դու այնտեղ հնարավորություն ունես հեռուստաընկերությունում, ֆիլմում, չեմ, սերիալում, հաղորդման մեջ, հնարավորություն եւս մեկ անգամ փորձելու, հնարավորություն սխալվելու եւ շտկելու։ Դու թատրոնում այդ հնարավորությունը չունես։ Մտար բեմ, դու ես հանդիսատեսն է, պիտի խաղաս։ Ու պիտի այնպես խաղաս, որ հանդիսատեսը հավատա։ Դու չունես հնարավորություն սխալվելու եւ շտկելու։ Դրանով է տարբերվում։ Այսինքն դա ինձ համար բարձրագույն արժեք է, որտեղ դու ցույց ես տալիս քո ամենան։ Իսկ հեռուստաընկերությունում դու ավելի հանգիստ ես, ավելի ազատ ես, որովհետեւ վայ սխալվեցի, ներողություն, մի հատ էլ դուբլ։ Վերջ։ Շատ քանի տարեկան էի, չգիտեմ, երևի 18-19 այդ տարիքից հեռուստաընկերություններում եմ տարբեր մեր հայկական շատ եմ նկարվել, արդեն քանակը չգիտեմ, քանի սերիալ եմ նկարվել, շատ ժամանակին կար կյանքի կարուսելը 10 տարի մոտ գնաց այդ հաղորդումը, այսինքն սերունդներ են մեծացել դրա տակ։ Ես սիրում եմ կյանքի կարուսելը։ Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես եւ թատրոնում եմ եւ հեռուստաընկերություններում։
Լիլիթ, հերիքա, դու չես կարող ամեն անգամ խուսափել ինձնից։ Վերջ տուր, Արմեն, վերջ տուր։ Չէ, Լիլիթ, մենք պետք է բաժանվենք ու ես պետք է հեռանամ այստեղից։ Մի ասա նման բաներ, ես չեմ ուզում լսեմ, հասկանես, չեմ ուզում։ Լիլիթ, դու շատ լավ գիտակցում ես, որ մեր հարաբերությունները էլ առաջվանը չեն։ Հասկացիր, ես ուրիշին եմ սիրում, ուրիշ կնոջ հետ եմ հանդիպում։ Խնդրում եմ, Արմեն, վերջ տուր, ես չեմ ուզում ոչ մի բան լսել, իմանալ դրա մասին, վերջ տուր։ Չէ, ես այսօր հեռանալու եմ տանից։ Նման բան չանես, խնդրում եմ, Արմեն, ես քեզ եմ սիրում, դու էլ ինձ ես սիրում։ Վերջ, Լիլիթ, խնդրում եմ ամեն ինչ ավելի մի բարդացրու։ Հա, ինձ համար էլ է շատ ծանր էս խոսակցությունը, բայց ես չեմ կարող շարունակել այսպես ապրել։ Լիլիթ, հասկացիր, ես ուրիշին եմ սիրում, Լիլիթ, վերջ։ Ամորքուր, որ գնացի ինչ է, ու որ գնում ես ձեռ են առնում։ Մաքսիմում աշխատանք եմ պահանջում, մինիմում աշխատավարձ առաջարկում։ Դե լավ ինչ անես, բալես, գոնե ժամանակավոր մի տեղ մտի աշխատի, մինչև քեզ հարմար գործ գտնես։ Հա, երևի տենց էլ անեմ։ Մորքուր, սոված մեռնում եմ, մի բան կտաս ու։ Ոնց չեմ տա տղես, եսա կվեր կենամ համեղ հարիսա եմ պատրաստել, կտակացնեմ կուտես բալաջան։ Նիկոլ, լսին է, դու լավ ծանոթություն ունես, էլի, կարաս մի բան անես մի հատ լավ գործ ճարես իմ համար։ Չէ, ախպերես, չեմ կարա, ու դու գիտես ինչի։ Ինչի։ Ապե դե դու միանգամից մինիստրի գործ ես ուզում գտնես։ Լավ էլի այ ախպեր, քեզ տենց ասում որ մինիստրի գործը որն այ Նիկոլ ջան։ Պրոստը մի հատ նենց գործ եմ ուզում որ նորմալ փող տան։ Նարեկ, դուք ունեք հրաշալի ընտանիք, սիրելի աշխատանք, պայքարող, դեկերող, ցկտող կերպար եք, ակտիվի մեջ եք, այսինքն դե ֆակտո դուք երջանիկ եք։ Այ ինչպես եք վայելում կյանքը եւ ինչպես եք կազմակերպում ձեր երջանկության կամֆորտը։ Արդեն չեմ կազմակերպում, արդեն ինքնաբերաբար գնում է։ Ինքնակազմակերպում է։ Այո, ես երջանիկ եմ։ Ես ունեմ հրաշալի ընտանիք, Աստծո տված ընտանիք։ Ես ունեմ հրաշալի կին, իմ կյանքի ընկերն է, իմ ամեն ինչն է։ Շատ լավ երեխեք։ Ես իրանցով ապրում եմ։ Իմ ամեն օրը հիմա օրինակ հաղորդումից հետո երեխուս պետք է տանեմ ֆուտբոլի։ Ես դրանով ապրում եմ։ Իմ ժամանակը խլում է, ես դրա փոխարեն կարող եմ գնալ աշխատանքի, բայց բաներ կա, որ ես sense պիտի հարմարացնեմ իմ երեխեքի համար, եւ դրա մեջ է իմ երջանկությունը։ Այո, ես անդադ աշխատում եմ, ես տրամադրում եմ իմ ազատ ժամանակ չկա։ Մեջից sense հանում եմ իմ երեխեքին եմ տրամադրում եւ դրա մեջ ես երջանիկ եմ։ Ամեն ինչ լավ, այո, երջանիկ եմ։ Նարեկ, դուք ձեր կնոջ հետ միասին, Ծովինար Մարտիրոսյանի հետ միասին ունեք թատերական դպրոց։ Այ կուզեմ ձեր գործունեության մասին խոսեք եւ այդ գործունեության կարեւորության մասին։ Տարիներ առաջ մտածեցինք եւ որոշեցինք հիմնել թատերական դպրոց, որտեղ կփորձենք շարունակել շահվերդյանական դպրոցը։ Իմ ուսուցիչը եղել է Վահե Շահվերդյանը ու ես իրան համարում եմ լավագույն մանկավարժներից, ասեմ, լավագույն ռեժիսորներից, թե լավագույն ընկերներից, ինքը մեզ շատ բան է տվել։ Լավագույններից մեկն եմ իրան համարում ու ինքը ուներ շատ հետաքրքիր դպրոց, հորինված դպրոց։ Այդ դպրոցը իր մեջ պարունակում է էթիկա, պարունակում է բարձր ճաշակ, պարունակում է 20-30 տարի անկեղծ եմ ասում առաջ ընկնել եւ մենք դա սովորել ենք եւ դա հրաշալի է։ Ես հիմա փորձել եմ այդ դպրոցը շարունակել եւ կարծում եմ արձագանքներից ելնելով եւ սաներիս արդյունքը տեսնելով կարծում եմ ստացվել է։ Մենք շեշտը դրել ենք ուսման վրա, այսինքն այն որ ձեր մոտ կարա երեխես գա նկարվի էսեն, չէ, քո երեխեն կարա գա սովորի հասկանա ինչ է դերասանական արվեստը, սովորի մարդ դառնալ, որովհետև ես հաղորդման սկզբում ասեցի, չէ, դերասանական արվեստը դա առաջինը մարդու մասին է, մարդու որակավորումը, կերպարներ, լինել այս աշխարհում ամեն ինչ, կարողանալ հոգեվիճակով, զգացմունքով, քո էությամբ ստեղծել ինչ-որ մի բան, ինչ-որ մեկին քո մեջ եւ ստացվել է կարծում եմ, որովհետեւ իմ երեխեքը ի վերջո ընդունվում են թատերական ինստիտուտ։ Դա է ուզում հարցնել, ինստիտուտ ընդունվելուց առաջ ինձ մոտ գալիս, թե։ Եվ առաջ են գալիս, եւ հետո են գալիս, եւ ընթացքում են գալիս։ Տարիքային սահմանափակում չկա, կա խմբեր,
փոքրերի խումբ, ես եմ առանձնացնում, ու 6-ից մինչև 12 տարեկան առանձին խումբ է, 12-ից վերև արդեն առանձին, որտեղ 12-ից վերև արդեն աշխատում ես ավելի պրոֆեսիոնալ։ Նու 6 տարեկանից 12 դու իրան չես կարող այդքան բացատրել մարդու հոգեվիճակը, խորանալ եւ այլն։ Որտեղ ինքը երեխա է, ինքը խաղում է, խաղի տեսքով ամեն ինչ հասկանում։ Ընդունենք 6-ից 12-ը, ինչ առարկաներ են անցնում։ Նույն առարկաներն են՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, պար, երգ, մնջախաղ, բայց 12 տարեկանը միջև այլ կերպ եմ ես վերաբերվում իրենց։ Այդ ամեն ինչը խաղի տեսքով եմ սարքում, այդ ամեն ինչը ուրիշ կերպ եմ մատուցում։ 12-ից վերև արդեն պրոֆեսիոնալ, այսինքն Ստանիսլավսկի վերապրման արվեստ, ցուցադրման արվեստ, Չեխով եւ այլն եւ այլն։ Այսինքն այնքան բազա ենք տալիս, որ իրանք ինստիտուտ գնալուց արդեն մոտ առաջի, երկրորդ, երրորդ կուրս իրանք գիտեն, դրանք սովորել են եւ իրանք համար շատ հեշտ է լինում ինստիտուտում։ Ինստիտուտից հետո էլ ես ներկայացումներ եմ բեմադրում, մենք բեմադրում ենք եւ չեմ երեխեք խաղում են անընդհատ ֆորմայի մեջ են լինում, որովհետեւ դերասանական արվեստը նաեւ խաղալու մեջ է, դու պիտի խաղալով դառնաս դերասան։ Այդ նույն բանն է, որ գնաք պատկերացրեք ավտոդպրոց սովորեք մեքենա վարել, բայց չնստեք մեքենայի ղեկին։ Ինչեւ չնստեք, չքշեք, չսխալվեք, չհասկանաք, չգրված օրենքներ կան, չեք դառնա հմուտ վարորդ։ Հիմա նույնը դերասանական արվեստն է, ինչքան էլ սովորես, մինչև բեմ չբարձրանաս, չսխալվես, չվախենաս, չուրախանաս, ծափերին չարժանանաս, դերասան չես դառնալու։ Բնականաբար, հետո այսինքն մենք տանում ենք դեպի դրան։ Մեր մոտ պրոֆեսիոնալ է այդ ամեն ինչը, ինստիտուտի ծրագրով է գրեթե դասավանդվում, կոնկրետ խորանում ենք ուսման վրա։ Իմ երեխուն քնից, իմ երեխան նկատում եմ ուսանողներից, քնից առավոտը հանես, ասես խաղա, չգիտեմ, ժանգոտ բանալի, ինքը կխաղա ժանգոտ բանալի։ Այսինքն ինքը բերանը բաց չի նայի, ասի ինչ, ինքը կխաղա։ Իսկ այն որ Տակիրը ժանգոտ բանալի, բայց ինչպես է։ Դե բա դել մեր երևակայությունն է։ Տակիրը ժանգոտ բանալի։ Ես մի անգամից մտածեցի հետաքրքիրը ոնց է խաղալ։ Դե բա խաղում են, մի օր համեցեք, կասեմ կխաղանք, տեսնեք։ Կասեք ոնց են խաղում։ Այո։ Հետաքրքիրը։ Նարեկ, այ դուք կրթում եք երիտասարդ սերնդի, ըստ ձեզ, այ հայ թատրոնը ինչ ապագա ունի, այսինքն դերասանները գնալով ուժեղանում են, թե թուլանում են։ Դերասանները ես չեմ կարծում, որ կթուլանան, այդպիսի բան չկա, տեխնիկան է զարգանում։ Ուղղակի գալիս է մի պահ, որ մենք այդ տեխնիկա ասածին հանդուրժում ենք, այ որ չհանդուրժենք լավ կլինի, որովհետև այսօր ես գիտեմ, այսօր լույսերով կարողանում են մարդ ստանալ։ Նայում ես, տեսնում ես այդ մարդը քայլելով գալիս է, իրան լույսերով, կոմպյուտերով եսին ոնց ստացել են։ Հիմա ես սարսափում եմ, վաղը կտեսնենք, ասեն հենա, դե լույսերով կարում է, խոսած ձայնն է տալիս ենք, էլ դերասանը ինչի համար է պետք։ Կկորի կենթանի շունչը, կկորի կենթանի արվեստը, հարաբերությունը։ Դերասանը միշտ ուժեղ է։ Դերասանը միշտ էլ ուժեղանալու է։ Այդ միակ դարերով գալիս է այդ մասնագիտությունը։ Դերասան միշտ պետք է լինելու, ուղղակի ես ասում եմ, գալիս է մի պահ տեխնիկան այնքան է զարգանում, երբեմն օգնում է, երբեմն խանգարում է։ Օրինակ, ես չեմ ընդունում այդ միկրոֆոն ասվածը։ Ես դասյարակվել եմ այնպես եւ մեզ սովորեցրել են այնպես, որ քո ձայնը դու պիտի կարողանաս այնպես կառավարես, այնպես ձայնային ռեգիստրը աշխատի, որ ձայնը գնա մինչև վերջ, ոչ թե լսես ձայնդ, անգամ տեսնես ուր է գնում ու հետ գալն էլ տեսնես։ Ես այդպես եմ դասերակվել, այդպես սովորել եմ։ Ու հիմա որ բերում միկրոֆոն են կախում, ես չգիտեմ, իմ համար կոմֆորտ չի։ Բայց դերասաններ կան, որ ասում են միկրոֆոնը կախեք, էլի ձայնս չի լսվում։ Okay է։ Դարձել է, այսինքն դերասանը օգտվում է տեխնիկայից։ Ես տեսեք ոչինչ չեմ ասում ոչ մեկի։ Չեմ էլ ասում, օ, ես ճիշտ եմ, դուք սխալ։ Բայց այդպես քիչ-քիչ տեխնիկան կփոխարինի, քեզ կմնա մի հատ կանգնես այսպես, ինքը ամեն ինչ անի, դու ընդհանրապես լինես վիզուալ դեկոր։ Ես չեմ ընդունում, ես ուզում եմ դերասանը ամեն ինչ անի, դերասանը կարող է։ Այդ տեխնիկան ուղղակի թեթև օգնի, ուրիշ ոչ մի բան։ Դերասանները ուժեղ են ու մնալու են։ Ուղղակի պետքա օգնել մեջ կանգնել իրենց։ Ընդհանրապես թատրոնին պետքա օգնել մեջ կանգնել եւ թատրոնը չպիտի լինի անձնական
կամքի տեղ, անձնական նպատակների տեղ։ Թիմը պետք է աշխատի, բոլորը պիտի մտածեն առաջինը թատրոնի մասին, ոչ թե ես դերասան եմ մտածում եմ առաջինը իմ մասին, իմ փառքի ոչ, ես առաջինը պիտի մտածեմ թատրոնի մասին, հետո նորին։ Իսկ թատրոնը այն վայրն է, որտեղ դերասաններն են։ Թատրոնը շենքը չի։ Իմ համար թատրոնը շենքը չի։ Ֆրունզիկին են, չէ՞, մի օր ասել են, թատրոնից դուրս գաք, բա ինչ եք անել, բան ասել են, դիմացի մայթում մի երկու հոգով կհավաքվենք, կխաղանք ու կլինի թատրոն։ Դերասանը որտեղ խաղաց, այդտեղ թատրոնն է։ Թատրոնը դերասանի մասին է, հենց դերասանի։ Նարեկ բլից հարցեր եմ տալիս։ Բռնկուն եք թե հանգիստ։ Նայած ժամանակ, վաղ կա բռնկում, վաղ կա շատ հանգիստ, բայց ես ինձ կարող եմ կառավարել։ Էմոցիոնալ եք թե Շատ սառը։ էմոցիոնալ։ Համբերատար եք թե հակառակը։ Էլի նայած երբ որտեղ ինչ։ Ինձ թվում է մարդ կամ համբերատար է կամ ոչ։ Զարմանում եմ, որ պատասխանում եք մասսան։ Չէ, մասսան, դրա համար եմ ասում, ես ինձ կարողանում եմ կառավարել, նայած որտեղ եմ, նայած ինչ իրավիճակ է։ Ես շատ բռնկուն եմ, բայց կարամ բռնկվեմ, ինձ այնպես կառավարեմ, դուք չզգաք։ Դե բռնկունը հա, բայց որ համբերատարը կարծում եմ մարդ կամ համբերատար է կամ ոչ։ Չէ, դե տես կա ոսկե միջինը։ Խանդոտ եք։ Չէ, տենց չի եղել այնպիսի վիճակ, որ ես դառնամ խանդոտ, որովհետև ես իմ կնոջ, առաջինը կնոջս մասին, չէ՞ պիտի լինի խոսքը։ Ես իրան չափազանց եմ վստահում եւ ես վստահ եմ ինձ վրա։ Հասկացա։ Աստվածահավատ եք։ Ահա որ, շատ։ Շատ, ես հավատացյալ մարդ եմ, ես հայ քրիստոնյա եմ։ Շատ ինձ համար առաջինը Աստված է այս կյանքում։ Թալիսման ունեք։ Չեմ հավատում դες բաների։ Այսինքն հավատ չեմ, ինչ թալիսման։ Ինչից եք վախենում Նարեկ։ Ինչից եմ վախենում։ Գիտեք, էլի միայն Աստծուց, բայց ոչ թե Աստծուց վախենում, ինքը բարի է, ինքը սեր է, իրանից վախենել պետք չի։ Այդ չեմ ուզում դա չարաշահեմ, չեմ ուզում անընդհատ մեղ գործեմ ու ասեմ կներես։ Դրանից եմ վախենում։ Վախենում եմ, ելի եմ ասում, անտարբերությունից, վախենում եմ, դիմացինս մարդ չի։ Վախենում եմ, ոչ թե վախենում եմ, ես իրանից վախենում եմ, չէ՞, որ ասեմ ինչի էլի, որտեղ ինքը պես ստեղծվել է, ինքը կատարյալ էակա, ինչի ասեմ։ Այդպիսի բաներից, թե չէ։ Դավաճանությունից եմ վախենում։ Նարեկ սպորտով զբաղվում եք։ Վայ, ամբողջ գիտակցական կյանքս բուջուր ժամանակվանից։ Միշտ եմ զբաղվել։ Ես չեմ հիշում այդպիսի սպորտ կա, որ ես չեմ զբաղվել։ Մինչև 16 տարեկան, մինչև ինստիտուտ ընդունվելը, էլ ռալի եմ գնացել, գոնշիկ եմ եղել, չեմպիոն, էլ լող, էլ ֆուտբոլ, 7 տարի ֆուտբոլ եմ պարապել, բոդի բիլդինգ, ինչ ասել, ինչ գիտի, բասկետբոլ, ինչ կար Հայաստանում, պրիշկի ոդի եմ, ոնց էին ասում, ցածկա եմ վաղ մալաջոժնի կար մեր մոտ, այն կուկուրուզնիկը, որ հիմա չկա։ Այդտեղ պրիշկի ոդի այդպես բան պարապում ենք, էլի չեմպիոն եմ։ Չէ, երկրորդ տեղ եմ գրավել։ Տատիկը շատ է նպաստել այս բաների։ Ինչ սպորտ գիտեք պարապել, կինգ բոքս, հիշեք բազում։ Բոքս, կարատե, ինչ ասես պարապել եմ ամեն ինչ։ Ու մինչև հիմա էլ ես տենց տրինաժոր բանացիքին ինձ նայում եմ, էլի պարապում եմ։ Դա է ուզում հարցնել հիմա էլ։ Այո, Սիրողական սպորտով զբաղվում եք։ այո, ես ինձ համար տենց պրոֆեսիոնալ սպորտ ոչ։ Ժամանակին եմ զբաղվել պրոֆեսիոնալ, բայց ինստիտուտից արդեն դերասանական արվեստից հետո ուղղակի ինձ հետևելու համար։ Իսկ առողջ եք սնվում։ Չէ։ Կստեմ եթե ասեմ այո, որովհետև այդ էլ դերասանը ոնց կարա առողջ սնվի։ Մենք բան չունենք մեր համար հատկացրած ժամանակ։ Օրինակ, եթե ժամը 3-ին ես պիտի հաց ուտեմ, ոնց կարամ ժամը 3-ին հաց ուտեմ։ Կարող է փորձի լինեմ կամ պահի տակ այն ինչ ընկավ ձեռի տակ ուտում ես, այնքան որ ապրես ու աշխատես։ Չէ, առողջ չեմ սնվում։ Ինչ պատահի։ Շնորհակալություն։
Այսօր էլ անցանք Նարեկ Հայկազյանի կյանքի ճանապարհով։ Ձեզ հետ ինչպես միշտ քնարիկներ։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք։ Ցտեսություն։